Հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ ելույթի սկզբում փորձեմ խոսել ամեն դեպքում բուն նախագծերից, որոնց շուրջ եւ խոսք եմ վերցրել, թե նախորդ, թե այս նախագիծը, որոնք վերաբերում են արտոնություններին, ինձ մոտ մտավախություն են առաջացնում, ինչի պատճառով ես կողմ չեմ քվեարկում, այն է, որ երկու նախագիծն պարունակում են կոռուպցիոն եւ հովանավորչության լուրջ ռիսկեր, որովհետև մենք չունենք օբյեկտիվ առանց մարդու միջամտության որևէ համակարգ, որը կվերահսկեր օրինակ, թե այս կառուցապատողը արդյոք պահպանել է այն մյուսը ոչ, եւ քաղաքապետարանը այդպիսով լծակ կարող է ստանալ այս չուզած կառուցապատողին նեղելու եւ հովանավորելու օրինակ կառուցապատողին, որը մուծվում է ընդունենք հիմնադրամներ կամ քարոզարշավների ժամանակ փող է փոխանցում իշխող ուժին։ Կարող է նման բան տեղի ունենալ, կարծում եմ այո։ Այսինքն երկուսի դեպքում էլ մենք ունենք խնդիր, որ գործիքը գտնվում է մարդու ձեռքում, անհատների ձեռքում, իսկ վերահսկողությունը, որպեսզի պահպանվի օբյեկտիվությունը, իրականում գոյություն չունի։ Եվ եթե ԿՊ-ն այսօր մտածում է, ինչ է կասկածում ես, որ մենք կարող է օբյեկտիվ չնայենք, այո, կասկածում եմ, եւ ավելին կարծում դուք է պիտի մտավախություն ունենաք, որովհետեւ որևէ մեկը այստեղ հավերժ իշխանություն չի եւ դուք որ երրորդ անգամ ստեղծում եք գործիքներ եւ հնարավորություններ, որպեսզի այս շենքում ընդունվեն կամայական որոշումներ եւ յուրայինները ավելի լավ կարողանան այստեղ տնտեսվարող լինել եւ շահույթ ունենալ այս քաղաքում, քան մարդիկ, որոնք օրինակ ընդդիմադիր են։ Սա մեկ, երկրորդը տեղական турքերի մեր երկու ունենք այստեղ նախագիծ, турքերը եւ վճարումները, քանի որ խոսք գնաց եւ ընդդիմությունից առաջարկ էր եղել հանել առանձին եւ այդ հարցը կոնկրետ դեմ քվեարկել, ես ուզում եմ նաև հարցեմ, արդյոք ճիշտ եմ, չէ՞, կարծում, եթե մենք չհաստատեինք, ընդհանրապես լինելու էր այն, որ գործելու էր նախորդ տարվա մեր հաստատածը, այսինքն որևէ փոփոխություն տեղի չէր ունենալու։ Այդպես է, պարոն Նավինյան։ Ուրեմն ուզում եմ հասկանալ, ինչ փուչիկ կա այդ դեպքում, հարգելի հանրային ձայնի գործընկերներ, եթե որևէ փոփոխություն տեղի չէր ունենալու, ինչու այդ հարցը դարձնենք իբր PR-ի բան, որ ժողովրդի մասին ենք մտածում։ Ժողովրդի մասին եք մտածում, եկեք բոլոր ընդդիմադիրներով միանանք, կազմենք նոր տրանսպորտային խելամիտ աբոնեմենտների գներ, որոնք իսկապես ձեռնտու կլինեն ժողովրդին, եկեք կազմենք նաև պահանջ, որպեսզի աղբանությունը վերադառնա ըստ անձի վճարման, ոչ թե այս հիմարությունը, որ իմ գույքարկն ու աղբանության տարեկան վճարը նույն չափ են դառել, աննորմալ բան է սա ուղղակի։ Եկեք ներենք իսկապես ժողովրդի գրպանի մասին հոգալով կազմենք մեր պահանջները եւ հայտարարենք իշխանության, որ կբոյկոտենք նիստերը չեն կայանա, եթե մենք բոլորով չմասնակցենք, եթե չգնան ընդառաջ եւ մեր ժողովրդի համար մենք մեր պայմանները չբարելավվեն, որովհետեւ այո, իսկապես մարդկանց դժվար է։ Միանգամից շատ տարբեր թանկացումներ եղավ, գույքահարկ, աղբանություն, տրանսպորտ, այդպես չի լինում։ Իսկ աշխատավարձները այս երկրում այդքան չեն ինդեքսավորվում, այսինքն այդ հակասոցիալական մոտեցումը մենք կարող ենք գոնե Երևանի համար այս դահլիճում բարելավել իրավիճակը։ Ինչպես ասում են, գնդակը ձեր դաշտում է, ես պատրաստ եմ ամեն դեպքում։